Նախագծի հովանավոր 911 Detox Center։ Հոգեբանական ճնշումը վարսավիրի համար սկսում է այն ժամանակ, երբ հաճախորդը իրեն ասում է. եթե գլխիցս մի մաս պակասեց, դու ինձանից չփոշմանես։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, Armenian Evening-ն է եթերում, AMJ հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Ինչպես միշտ 5 շաբթի ժամը 22:30 մենք միասին հանդիպում ենք, իհարկե շատ հետաքրքիր հյուրեր ենք այստեղ հյուրընկալում մեր տաղավարում, բնականաբար հաճելի հարցազրույց, փոքրիկ անակնկալ, խաղ մեր հյուրի հետ, մի խոսքով հաճելի ժամանց Armenian Evening, հայկական երեկո, AMJ հեռուստաընկերության ուղիղ եթերում, այնպես որ ինչ ենք անում մենք այս պահին, մենք նստած ենք այստեղ, դուք ինչ եք անում, դուք դիտում եք մեզ, գնացինք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պահին սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը։ Ձեր շրջապատում կամ դուք գուցե ունեք խնդիր, ունեք վնասակար սովորություններ, չեք կարողանում ձերբազատվել, բայց ցանկանում եք։ Ինչ է հարկավոր դրա համար։ Հարկավոր է պարզապես դիմել 911 Detox Center, որտեղ մասնագետները կօգնեն ձեզ եւ բառի բուն իմաստով կվերադարձնեն լիարժեք կյանքի։ Այնպես որ եթե կա նման խնդիր եւ դուք ցանկանում եք ձերբազատվել այդ վնասակար սովորությունից եւ կախվածությունից կամ ձեր շրջապատում կան նման մարդիկ, ապա ճանապարհը մեկն է 911 Detox Center։ Հեռախոսամարը նույնպես մեկն է 409 9000 Մեր նախագծի գործընկերն է Armenian Maf Club-ը, սիրված ակումբը, որը գտնվում է Բրբան քաղաքում, արդեն իր շուրջ հավաքել է բոլոր մաֆիա խաղի սիրահարներին եւ ոչ միայն բոլոր նրանք, ովքեր սիրում են լավ հաճելի ժամանակ անցկасնել, միմյանց հետ շփվել, նոր ծանոթություններ ձեռք բերել, այդ ամենը Armenian Maf Club-ում դառնում է իրականություն։ Այնպես որ դուք նույնպես կարող եք դառնալ այդ ամենի մասնակիցը զանգարելով 424 408 40 40։ Եվ շատ արագ ընթերցեմ այսօրվա նորությունները եւ արդեն սիրով ներկայացնեմ մեր հյուրին։ Ուզբեկստանում տրակտորիստը $500,000 է շահել վաստակել ձևանալով բժիշկ։ Պատկերացնում եք, եթե վարչապետ ձևանար, ինչքան փող կաշխատեր։ Գիտնականները կատարել են հետազոտություն եւ պարզել են, որ լվացք անելն ու աման լվանալը երկարացնում է կյանքը։ Հիմա հասկացեք ինչի համար են կանայք տղամարդկանցից ավելի երկար ապրում։ Դե միշտ դուք հասկանում եք, մենք ընդամենը մի քանի վայրկյանով ընդհատվենք եւ սիրով ներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, այսօր Armenian Evening նախագծի հյուրն է տաղանդավոր երգչուհի մի շատ հրաշալի անձնավորություն Նարե Գրիգորյանը։ Նարե ջան, բարի երեկո։ Բարի երեկո Արմեն ջան, ես սիրով եկել եմ եւ ոտքս խերով լինի ձեր տաղավարում, ինչպես ասում են, շատ հաճելի մթնոլորտ է այստեղ տիրում եւ վստահ եմ հարցերը նույնպես այդպես հաճելի կլինի։ Այո։ Նարե ջան, շնորհակալ եմ այո հրավերքս չմերժելու համար, կարծում եմ շատ հաճելի հարցազրույց կունենանք, որովհետեւ քեզ իհարկե վաղուց ճանաչում եմ եւ քո արվեստը շատ գնահատում եմ եւ դե իհարկե դա գաղտնիք չէ, ինչու պետք է այդպես լիներ, բայց խոսենք այսպես հերթականությամբ։ Գիտես, ես ասեմ սիրելի հեռուստադիտողներ, Նարեն մեզ մոտ գիտեք ըստ տենդենսի, այսինքն մեր հյուրերի տեսնում ենք, որ տաղանդավոր մարդիկ հիմնականում ծնվում են կամ Էջմիածնում կամ Գյումրիում։ Հիմա Նարեն ծնվել է Էջմիածնում։ Այ մի հատ բացատրի, ինչու հենց, որովհետև բազմիցս մեր հյուրերին ես այսպես խոսում ենք եւ պարզում ենք, որ իրականում բոլոր մեծամասնությունը տաղանդավոր լավ մարդկանց ծնվում են կամ Էջմիածնում կամ Գյումրիում։ Ինչու՞ է գաղտնիքը, կարող ես ասել։ Ես որպեսի այնպես չստացվի, որ Էջմիածին կամ Գյումրի, չնայած եւ Էջմիածնեցիներին շատ սիրում եւ Գյումրեցիներին եւ առհասարակ մեր բոլոր մարզերի բնակիչներին, առհասարակ Հայաստանն եմ շատ սիրում եւ ահա որ կարոտել եմ իրականում, բայց ինչ վերաբերվում է գյումրեցի, չգիտեմ, վանաձորցի, Արարատցի, Եղարքունիքցի, ինչ վայոց ձորցի, կապ չունի ինձ համար,
Եթե մարդ իր մեջ ինչ-որ մի բան զգում է, ես ծնվել եմ Էջմիածին քաղաքում, բայց երբեք չեմ ապրել այնտեղ, շատ երևի տատիկիս տուններ է այնտեղ, մենք շատ հաճախ գնում գալիս ենք այնտեղ, չնայած անկեղծ շատ եմ սիրում եւ շատ եմ ինձ հարազատ քաղաք համարում Էջմիածինը։ Մեծացել եմ Երևանում նույնպես ինձ շատ հարազատ եմ համարում, այնտեղ եմ մեծացել, այնտեղ եմ սովորել եւ այլն, ամեն ինչ այնտեղից է գալիս, բայց չեմ ցանկանա առանձնացնեմ ինչ որ Հայաստանցի Սփյուռքահայցի նույնիսկ մի քիչ ավելի լայնամասշտաբ եւ նաեւ իհարկե այդ ամենը քո տաղանդի այսպես այսօղին իհարկե ես ուզում եմ առանձնահատուկ խոսենք եւ անպայման ողջունենք քո հայրիկին իհարկե Սամվել Գրիգորյանին Սամջան ջեն ողջուներս եւ իհարկե քո հորաքրոջը Արմինե Գրիգորյանին ջեն ողջուներս այո հրաշալի տաղանդավոր մարդիկ Սամվել Գրիգորյան Արմինե Գրիգորյան ջեն ողջուներս Միացյալ Նահանգներից Նարեկ միասին սրտիկներ ենք, այսպես ուղարկում ձեզ։ Նարեկ ջան, եւ այսպես, գիտես, էլի եւս մի տենդենսի մասին եմ ուզում խոսել, որը նկատել ենք, էլի, որ սովորաբար բոլոր, պրակտիկապես մեծամասամբ երգիչները, երգչուները միշտ չեն սկսել միանգամից երգից, սկսել են դաշնամուրից։ Այսինքն դաշնամուր սկսել են նվագել, հետո դաշնամուրը թողել են, ասել են չենք ուզում դաշնամուր, սկսել են երգել։ Դու բացառություն չես։ Հիմա ես պետք է կրկին հարցնեմ քեզ. Ինչու թողեցիր դաշնամուրը։ Բավականին շատ բան գիտեք փաստորենի մասին։ Էդի հլուր ես։ Ես ուզում եմ ես արդեն ապշած եմ ճիշտ ասած, որովհետև ամենտեղ չի որ ես սրա մասին խոսում եմ, չնայած մի այսպիսի փոքրիկ պատմություն կա, երբ ես դեռ մոտարապես 5-6 տարեկան էի, մայրիկիս հետ շրջում էինք քաղաքում, քայլում էինք միասին։ Եվ այնպես ստացվեց, որ Սարաջևի անվան երաժշտական դպրոցի կողքով էինք անցնում, մենք Կոմիտասում էինք ապրում, եւ այնպես ստացվեց, որ անցնում էինք այդտեղով եւ քանի որ երաժշտական դպրոցի պատուհանները բաց էին, այնտեղ նվագող այդ բային ուսանողի երեխայի երաժշտության ձայնը լսեցի, հա, որ նվագում էր։ Այդ ես իհարկե այդքան լավ չեմ հիշում, մայրս է ավելի լավ հիշում։ Մորս ասել եմ, մամ, ես էլ եմ ուզում նվագեմ, կլինի ես էլ նվագեմ։ Բացարձակ չտիրապետելով, չհասկանալով ոչինչ, եւ այդպես գնացինք տուն, հետո Արմինեի թեթև ձեռքով հորաքրոջս, որովհետեւ նա էր ավելի շատ ուզում, որպեսզի ես այդ կողմով գնամ, մայրս այնպես չէ որ դեմ էր, բայց այնպես ստացվեց, որ այդպես գնացի երաժշտական դպրոց, 8 տարեկան էի այդ ժամանակ արդեն, երբ ընդունվեցի Սարաջևի անվան երաժշտական դպրոց, դաշնամուրային բաժին, այնտեղ սոլֆեջոյի դասեր բնականաբար վերցրեցի, այդտեղ արդեն երգչախմբում սկսեցի այնտեղի տեղի երգել, հետո արդեն այնպես ստացվեց, որ Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեկեկյանի հետ միասին, այն ժամանակ մեր երգչախումբը, Սայաթ-Նովա դպրոցի երգչախումբը եւ հայ փոքրիկ երգիչները միասին, այնպես collaboration եղավ եւ որոշեցինք միասին հանդես գալ մի քանի մեծ համերգներով, շատ լավ եմ հիշում այդ տարիները, շատ ուրախ, անհոգ, հաճելի տարիներ էին։ Իսկ հիմա երբևէ այսպես այնուամենայնիվ նվագում ես, այսպես եթե ժամանակ լինում է, թե երևի ժամանակ էլ չի լինում։ Անկեղծ պատասխան, ժամանակ չի լինում, բայց շատ եմ կարոտել։ Այո, ես տանը այս բան ունեմ դաշնամուր։ Մեկ տղաս 5 տարեկան է, տկտկաց։ Շատ լավ։ Ամենայն դեպս, այսպես թե այնպես, եթե անգամ չի օգտագործում, այնուամենայնիվ դաշնամուրը պետք է տանը, որովհետև երբեմն կարելի է գլխի վրա դնել տարբեր փոքրիկ այսպես վազաներ, բոլորիներում դրած։ Շատ հարմար է Ափսոս իհարկե, շատ ափսոս, միանշանակ։ Ես իմ փորձից եմ ասում, որովհետև նույնն էլ մեզ մոտ է։ Լավ, Նարեկ ջան, հիմա այս ամենի հետ մեկտեղ որ դու ասեցիր, հարց, տնտեսական համալսարանի կառավարման ֆակուլտետ։ Դա ինչի դեր պետք։ Լավ, այդ դա ինչ դեր պետք։ Սուզում եմ հասկանալ դուք հետախույզ եք վարձել, հա, այսքան իմանալու։ Մենք ցիտիկներ ենք։ Շատ հաճելի է իրականում։ Ուրեմն բացատրեմ ինչու՞մն է խնդիրը։ Դա խնդիր չէ, ես դա շատ հաճելի եւ կարեւոր բան եմ համարում իմ կյանքում։ Ուրեմն այնպես ստացվեց, երբ որ արդեն դպրոցը պետք է ավարտեի, այսպեսի հարց դրվեց, թե ինչ պետք է անեմ հետո։ Միանշանակ
հորաքույրս իր խոսքը պետք է ունենար, հայրս նույնպես իր խոսքը պետք է ունենար։ Մայրս ուղղակի ոչինչ չէր անում, կողքից հետևում էր, թե ինչ պետք է կատարվի այնտեղ։ Այնպես ստացվեց, որ ես չէի կարող երաժշտությունից հեռու գնալ, ինչպես որ, արդեն երաժշտական դպրոցն ավարտել էի այդ ժամանակ, այնպես ստացվեց, որ հարց ծագեց, ինչ պետք է անեմ հետո։ Որոշեցինք սկզբում պետք է ընդունվեի կոնսերվատորիա։ Հետո մի քանի ուրիշ խոսակցություններից հետո Արմինեն ասեց դու եթե մեջբերում եմ էլի իր խոսքերը եթե դու ցանկանում ես երգչուհի դառնալ դուք իհարկե կներեք ես դեմ չեմ բացարձակ ոչինչի բայց եթե դու քո մեջ ինչ որ տաղանդ ունես պարտադիր չէ որ դու հենց այդ սուպեր երաժիշտ չնայած ես միանշանակ կողմ եմ դրան եւս դու ունեցիր մի ուրիշ մասնագիտություն չես կարող ասել վաղը ինչ կլինի ինչպես կդասավորվի կյանքդ եւ այլն դու պետք է ուրիշ մասնագիտություն եւս ունենալ գուցե եւ ինչ որ ժամանակ հետո դու գուցե չզբաղվես երաժշտությամբ գուցե ինչ որ ուրիշ բանով զբաղվես պետք է մտածես մի քիչ հեռանկարային պետք է լինես մի խոսքով այդ պայն որոշվեց որ նա ես շատ փոքր ժամանակ շատ էի սիրում աշխարհագրությունը դպրոցում դպրոցական տարիքում ողջուններ դեպ Նարը Գասպարովնային իմ ուսուցչուհուն ես նրան շատ եմ սիրում եւ իմ բոլոր ուսուցիչներին նույնպես դպրոցում եք սովորում 77 դպրոցը ռուսական թեկումով դպրոց էր որը անչափ շատ եմ սիրում ու շատ եմ կարոտում որովհետեւ այնտեղ անցկացած տարիները եւս շատ լավն էին ինձ համար մի խոսքով աշխարհագրություն առարկան սիրելով հանդերձ ցանկացա տուրիզմի կառավարում մասնագիտությունը ընտրել, որը որ նոր էր բացվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կառավարման ֆակուլտետում։ Այդպես, ինչ պետք է աներ Նարեն, պետք է գնար, պատրաստվեր քննություններին եւ ընդունվեր, Փառք Աստծո ընդունվեց, Փառք Աստծո ավարտեց։ Այնպես։ Ու վերջ։ Ո՞ւր սկսկի կանից։ Չէ, համամիտ եմ քեզ հետ, բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ այդ սովորելը իհարկե ազդեցությունը թողել է, որովհետև դες փաստորեն կառավարման ֆակուլտետ, այսինքն տվյալ պարագայում դու կարողանում ես շատ հարցերում նաև կառավարես այդ ամենը քո գործ չես կարող։ Համաձայն չեմ ճիշտն ասած ձեզ հետ։ Ես խնդրում եմ, որպեսզի Նարի դիպլոմը հետ վերցնենք։ Մի հատ նորից վերանայեք։ Մի հատ նորից վերանայեք։ Ոնց Նարեն հանրությունները։ Այնուամենայնիվ, լավ, Նարե ջան, դե կառավարման ֆակուլտետը թողնենք եւ հետո գնաց ուղին դեպի Երգի պետական թատրոն։ Երգի պետական թատրոնն ասեմ ձեզ, սիրելի հեռուստադիտողներ, իրոք մի հսկայական մեխանիզմ է, որը բազմաթիվ տաղանդավոր մարդկանց էսպես մարդիկ են անցել, այո, զուլել եւ իհարկե Նարեն բացառություն չէր։ Իսկ օգնել էր, այսինքն ոնց հայտնվեցիր այնտեղ կար ինչ որ գործոնը։ Իդեպ ես նաեւ ուզում եմ նոր մենք խոսում ենք որ Արմինեն սա ասեց, դու չնշեցիր որ հայրիկը դեմ է, Սամվելը դեմ է եղել որ դու առանձին դառնաս երգչուհի։ Ես ցանկանում եի Ինչի՞ չես ուզում դրա մասին խոսես, որ papan դեմ է եղել որ դու լինես երգչուհի եւ դու papayin հակառակ երգչի։ Սամջատի մայտա։ Այո։ Այդպես է դասավորվում։ Չէ, իրականում երևանում լավ է եղել որ դառել ես երգչի։ Գուցե կյանքը ցույց կտա։ Այնպես ստացվեց, որ հայրս իսկապես դեմ էր, ասում էր ինչի՞ դե պետք գնա նորմալ մասնագիտություն։ Անշնորհակալ մասնագիտություն է մեր գործը, միշտ այդպես է ասում, չգիտես ինչու։ Եվ չնայած մասամբ ես եմ այդպես կարծում, եթե անկեղծ լինեմ, բայց այնպես ստացվեց, որ ինչպես հայտնվեցի Երգի պետական թատրոնում, քանի որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ընդունվելու ժամանակ արդեն պետք է որոշակի կոմպրոմիսի գնային ինձ հետ, որովհետև ես այլ կերպ ուղղակի չէի կարող։ Գիտեք նույնիսկ ինչ եղավ, այնպես ստացվեց, որ ուսանողական խորհուրդը որը շատ ակտիվ էր ու մինչ այժմ վստահ եմ շատ ակտիվ է համալսարանում ուսանողական խորհուրդ ընդգրկվեցի այնտեղ եւ ստեղծեցի այնտեղ այսինքն ես չստեղծեցի այնտեղ ստեղծված էր արդեն ես իմ գործունեությունը այնտեղ սկսեցի ծավալել այսինքն համալսարանի ներսում համալսարանը ներկայացնող երգչուհին, ով որ ինչ որ մրցույթների պետք է նույնիսկ մասնակցեր համալսարանների միջև տեղի ունեցող։ Այո, ուսանողական խորհրդի անդամ էի, մեծ հպարտությամբ եմ դրա մասին ասում, որովհետև իսկապես շատ լավ տարիներ էին այդ տարիները, եւ այնտեղ բոլոր միջոցառումներին բնականաբար ես ներկա էի առաջինը։ Ես նույնիսկ 2009 թվականից մինչև այո 14-15 թվականները եւ այնպես ստացվեց, որ
ժողովրդի ինստիտուտի հիմնը, որպես այդպեսին երգել եմ ես։ Օ, Ես ինչ եւ մի հետաքրքիր աղջիկն է։ պես Աննան, այո, այդպես է ստացվել ու այդպես մինչեւ հիմա ուսամ կա, պահպանվել է։ Միշտ ում այո, Այո, կլինի։ հիմնը ուսանողական խորհրդի ու առհասարակ համալսարանի երգել ենք մենք։ Այո։ Տեսակ ինչ լավ է, Պաստորեն այնուամենայնիվ որքան կարևոր էր, որ Նարեն սովորեր անպայման կառավարման ֆակուլտետում, որովհետև ժողովրդի ինստիտուտի հիմնը մարդ ուներ երգող։ Այդպես, իսկ երբ արդեն Երգի պետական թատրոնին անցնենք, հա, 17 տարեկան է, հենց այդ ժամանակ, հա, զուգահեռ եմ ընդունվել երկու տեղերում էլ։ Այդպես գնացի դպրոց ստուդիա, ինձ Արտուր Գրիգորիչը շատ վաղ փոքր տարիքում էր վերջին անգամ տեսել, այդ տարիքում չէր տեսել այդ ընթացքում, հա, իմ մեծանալու, եւ քանի որ ես արդեն մտա այնտեղ ընդունարան, որտեղ որ ընդունող անձնաժողովի մոտ, որտեղ որ քննություններ էր անցկացվում ընդունելության, բնականաբար ինձ այնտեղ ոչ մեկ չճանաչեց, ընդամենը մի բալիկ է, ով եկել է ընդունվելու դպրոց ստուդիա, այդպես։ Երկեցի, ասացին կգաս վերջում մի քանի օրից թղթերը փակցված կլինեն դպրոցի դրան դիմաց։ Չգիտեին, ով ինչ։ Չէ, բացարձակ։ Կգաս, կտեսնես, եթե անուն ազգանունդ կարդաս այդ ցուցակի մեջ, բնականաբար ընդունված ես։ Եթե ոչ, կփորձես մյուս տարի կամ էլ չես փորձի, ինչպես կցանկանաս։ Այդպես։ Ուրեմն անցնում են մի քանի օրեր, ես այդ ընթացքում մի դեպ մի գաղտնիք բացեմ, որ ամենտեղ չեմ ասել, ես չէի ասել իմ տան անդամներին, որ ես ուզում եմ գնամ Երգի պետական թատրոն։ Ես թաքուն գնացել եմ քնության եւ քանի որ մտավախություն կար, որ գուցե չընդունվեմ, որովհետեւ եթե չընդունվեի, բնականաբար չէի ասի։ Չէի ասի իրենց։ Եվ երբ որ ընդունվեի, արդեն բնականաբար մեծ շուկով կասեի դրա մասին։ Ու քանի որ այդպես ստացվեց, սպասեցի մինչև 2 շաբթի օրը այդ բաղձալի օրը գա, որպեսզի գնամ արդեն ցուցակները պատրաստ լինեն։ Գնացի, կարդում եմ ցուցակները, կարդում եմ, ոչ միտեղ չկա Գրիգորյան Նարե, ոչ միտեղ։ Նայում եմ շատ տխուր ու ասացի ինքս իմ մեջ էլի երևի լավ էր, որ մենոնց չասացի սրա մասին, թող սա լինի իմ փոքրիկ պարտությունը, ես առաջ կշարժվեմ, ամեն ինչ դեռ լավ կլինի, ամեն ինչ արժևում է եւ այլն։ Այդպես Եվ քանի որ քննության օրերին, այդ օրերին, որ այնտեղ էի, ծանոթացել էի մի աղջկա հետ, ով հետագայում դարձավ իմ կուրսեցին։ Նրան հանդիպեցի այդ օրը, ասացի, հա, կարդացիր անունը, տեսար ընդունվել ես, ասացի, ճիշտն ասած, ոչ, նայեցի, չգտա իմ անունը, եւ հիմա տխուր լացելով պետք է տուն գնամ, ըստ երևույթին։ Մեկ էլ այդ պահին ասաց, բա որտեղ ես նայել, ասացի այնտեղ, ասաց, օ, ասաց սխալ ես նայել։ Ասացի, բա ինչ պետք է նայել։ Սա հաղորդավարների ցուցակն են, վոկալիստերին այն կողմում են։ Ինչ արագությամբ ես կգնամ դեպի վոկալիստերի բաժին եւ արագ կարդում եմ իմ անուն ազգանունը, տեսնում եմ այնտեղ ինձ, մեծ ուրախություն է բնականաբար այդ պահին տիրում եւ զանգարում եմ մայրիկիս։ Տանն ենք։ Okay, ես գալիս եմ տուն եւ ձեզ մեծ նորություն պետք է հայտնեմ։ Ես ընդունվել եմ Երգի պետական թատրոնի դպրոց ստուդիա։ Ողջունեք։ Տխրեց մի անգամից հայրիկը տխրեց։ Չտխրեց իրականում, անակնկալի է, կան, բայց այդպես։ Շատ լավ, հետաքրքիր։ Ստացվեց։ Ну, այսինքն պատահականությամբ կարելի ասել, որովհետեւ եթե այսպես լավ համարենք չէր տեսնում ընկերուհուդ եւ գնում էր տուն, չէր գնալու, չի եկել եւ վերջ։ Այսպես իրոք պատահականությունները որոշակի առումով, բայց ճակատագիր, այո, ճակատագիր, իսկ ինչ հետո եղավ, այն շատ հետաքրքիր է, որովհետև այս ամենի պատմության մեջ շատ մեծ դեր ունի փաստորեն ընկերուհիդ։ Այո։ Ընկերուհուդ շնորհակալություն։ Մեծ շնորհակալություն։ Մեծ շնորհակալություն։ Որովհետև ես ինչպես միշտ ես շատ ծրված եմ բնավորությամբ եւ այնպես է ստացվում, որ գնում եմ, կարդում եմ, տեսնում եմ, չկա անունս, թե ինչ պետք է անեմ, պետք է լացելով գնամ տուն։ Չէ, բայց համենայն դեպս իրոք այնուամենայնիվ ճակատագիր, ճիշտ ես ասում, ճակատագիրը մեմն իրենը ասում է, անգամ եթե դու չէր տեսել քո, բայց դու կայր, մեմն է պետք է երգեր եւ այդպես պետք է լինի, այդպես։ Այո։ Նաջան, ընդամենը մի երկու բառ արի խոսենք իհարկե, որովհետև քո դեբյուտն էր, հա, երևի մուտքը Հայաստանի ձայնը նախագծից էր, չէ՞, թե չէ, ես սխալվում եմ։
Դե երբ երկրորդ կուրսում էի սովորում դպրոցում, այնպես ստացվեց, որ Արտուր Գրիգորիչի կողմից, իմ շատ սիրելի լուսահոգի Արտուր Գրիգորիչի կողմից ստացա հրավեր աշխատելու արդեն երգի թատրոնում, մինչև ավարտելը, հա, որտեղ դպրոց ստուդիան ինքը 2 տարի է, երկրորդ կուրսում էի ես արդեն, ինձ զանգահարեցին, դա էլ է հետաքրքիր պատմություն ճիշտն ասած, ես այդ օրը դասի չէի գնացել էի ֆոտոշուտի, ինձ զանգահարեցին թատրոնից, ասացին, որ Արտուր Գրիգորիչը շատ արագ քեզ կանչում է թատրոն, ուր ես, ման են գալի, քեզ չեն գտնում, ես իհարկե վախվորած, շատ արագ վազվզելով մի կերպ, շատ լավ եմ հիշում, հրապարակից դեպի Բյուզանտ փողոցով դեպի Խանջան Խաչմերուկ, այդպես, գիտեք ինչ արագությամբ եմ սլացել, վազել, հունվար ամիսներ, ցուրտ, ես բարձրակրունկների վրա, ձյուն, սարուց, ես այնպես մի կերպ գլորվելով, շատ տես լուրջ կայլեր կինո նկարել այդ հատվածում, շատ իհարկե շատ ծիծաղելի էր, ես արագ-արագ վազում եմ։ Քաղաքապետի անգործությանը նոր ասեց, որ Այդպես վազվզելով մի կերպ հասա թատրոն շնչակտուր էսպես եւ քանի որ ֆոտոշուտի դիմահարդարման փե եւ մոտարապես նույն շորերով ինչ որ տենց տարօրինակ մտա ներս քարտուղարուհին տիկին նոնան ասեց տարօրինակ կերպարով մի աղջիկ մտնում է շնչակտուր հայո բարև ձեզ ինձ կանչել է Գրիգորիչը ասեց ներս անցի աղջիկ ջան ինքը շատ հանգիստ բնավորությամբ այսպես sense նայեց մտա ներս եւ դուռը թակեցի այդ պահին արդեն փորձերն էին գնում նոր ներկայացման Արտուր Գրիգորիչի բեմադրված եւ այդպես նա իր ռոյալի դիմաց նստած նվագում է մյուս մեր ուսանողները երգում են այդպես ու այդ պահին ես խանգարեցի փաստորեն փորձը բարև ձեզ ասեց դու ով ես ասացի ես Նարեն եմ դուք ինձ կանչել էիք այդպես շատ քանի որ տեսքը շատ տարօրինակ էր այդ ֆոտոշոպից դու կրկնում դրա համար նա ինքն էլ իրանով շոկի փաստորեն ենթարկվեց մի պահ որովհետև ես կանչել էի մի նորմալ աղջկա այսով է եկել այստեղ այդպես ասաց գնա նստի այնտեղ մինչև վերջացնեմ ինքն էլ էր այդպես խառը օքեյ գնացի նստեցի հետո եկավ ասաց ես գիտեմ որ դու մեր փաստորեն մեր ստուդիայում ես սովորում ես լսել եմ քո մասին ես ուզում եմ որ դու մի հատ երգես կերգես մի հատ մի բան ես վախվորած իհարկե չեմ հասկանում ինչ է կատարվում դեռևս այդպես երգեցի ասաց ես քեզ մի առաջարկ ունեմ կցանկանաս աշխատել իմ մոտ ես հերիք չի դասին չեմ գնացել ես սկզբում մտածում էի թե ջղայնանալու են թե ինչու ես դասին չեմ մասնակցել այդ օրը եւ ինձ համար ավելի կարեւոր զբաղմունք եմ գտել Ես շոկի մեջ էի իհարկե, որովհետև մինչև այդ բոլոր թատրոնի խմբի անդամների ներկայացումներին գնացել եմ եւ առաջի շարքում այսպես հրճվանքով տեսել եմ թե ինչպես են աշխատում, որովհետև շատ նույնիսկ չէ երազում այնտեղ հայտնվելու մասին, որովհետև շատ հեռու էր դա ինձ թվում իրականում։ Այդպես երբ որ ասեց կցանկանաս աշխատել, բնականաբար երջանկությունից թրջկոտում էի, բայց փորձեցի ինձ զուսպ պահեմ։ Այդպես ասած վաղվանից կգաս թատրոն, դու արդեն աշխատում ես երկրի թատրոնում որպես մենակատար երգչուհի։ Ինչ պետք է անի Նարեն, պետք է ուրախությունից թրջկոտի եւ գնատուն բոլորին պատմելու դրա մասին։ Այդպես արդեն ընդգրկվեցի այնտեղ եւ այնպես ստացվեց, որ մենք մի շարք ներկայացումներ բեմադրեցինք, արդեն ամեն ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին գնում էր ներկայացումը։ Ես փաստացի խմբում էի երգում 6 հոգանոց խմբում երգում էի ես եւ իմ մյուս ընկերները այդպես դեբյուտային որ ասում եք քանի որ ես երգում դեռ վաղ հասակից 9 տարեկանից շատ վաղուց էի երգում նույնիսկ ունեի տեսահոլովակներ նույնիսկ այնտեղ հարցազրույցների էին ինձ հրավիրում ես շատ փոքր էի այդ ժամանակ մի խոսքով այդ ամենը թողեցինք մի կողմ երբ որ եկան դպրոցը եւ իր հոգսերը իր հետ եկող Եվ այլն, եւ ես թողել եմ այդ ընթացքում փաստորեն երգելը եւ այնպես ստացվեց, երբ որ արդեն ստացվում է թատրոնում ընդգրկվեցի, այդ ժամանակ կարելի ասել, որ ես վերածնվեցի, որովհետեւ ես ինձ այլ կերպ ուրիշ ոչ միտեղ չէի տեսնում, եթե անկեղծ։ Այդպես, ու երբ որ արդեն Գրիգորիչի հետ, խմբի հետ արդեն սկսեցինք եւ ճամփորդել, եւ այստեղ գալ համերգներով, եւ եվրոպական տարբեր երկրներ, Ռուսաստան եւ այլն, 2013 թվականն էր։ Ես լսեցի, որ ազդարարում է Հայաստանի ձայնը նախագծի երկրորդ եթերաշրջանի մեկնարկը։ Ինչ պետք է անի Նարեն, հետաքրքիր է փորձել։
Այդպես, այս անգամ արդեն խորհրդակցեցի ծնողներիս հետ, հորաքրոջս հետ նույնպես, արժի գնալ, չարժի գնալ, ասացին, գիտես ինչ, եթե դու ցանկություն ունես գնալու, մենք երբեք չենք խոչ, արդեն ինչ որ կարացել արել ես, չենք խոչընդոտի։ Մեկը մեր կարծիքը չես արցնել։ Այդպես, ու հայտնվեցի արդեն այնտեղ։ Բայց առաջնահերթ բնականաբար ուսուցչիս խոսքը շատ կարևոր համարելով գնացի նրա մոտ։ Ասացի Արտուր Գրիգորիչ, այսպիսի բան կա, ցանկանում եմ մասնակցել։ Կողմեք թե դեմեք։ Ասաց, ես իհարկե, եթե ինձ այս հարցնում, ես չէի ցանկանա։ Բայց եթե դու ցանկություն ունես, դու պատրաստ ես գնալու։ Ասացի, իհարկե պատրաստ։ Իսկ դու պատրաստ ես լսելու այն բոլոր կարծիքները քո մասին։ Ես իհարկե չէի պատկերացնում ինչ կարծիքների մասին է խոսքը եւ իհարկե Արտուր Գրիգորիչ, ես 21 տարեկան էի այդ ժամանակ։ Մի խոսքով միասին Գրիգորիչի հետ ընտրեցինք երգը, պարապեցինք միասին, նա ինձ ուղղորդեց, բեմադրեց ամեն ինչ, ինչպես պետք է լինի։ Իրականում ես ուր գնում եմ, ես եւ իմ մյուս խմբակիցները, ուր ցանկացած միտեղ երբ որ հայտնվում ենք, նախորոք պետք է ներկայանան Գրիգորիչի մոտ, որպեսզի նա հագուստից սկսված, ոտքով բեմ բարձրանալուց սկսված ամեն ինչ պետք է նախորոք քնության պես հանձնենք, նոր գնենք։ Եվ բացառություն չէր նաեւ երկի Հայաստանի ձայնը նախագիծը։ Այդպես գնացի այնտեղ, հետո արդեն մնացածը գիտեք։ Մասնակցեցի, շատ լավ։ Նարի ջան, հիմա ես ուզում եմ մի քիչ արդեն խոսենք մեր օրերի մասին, որովհետև արդեն եթե չեմ սխալվում 3 տարի արդեն, հա, փաստորեն։ Դե այսպես եղավ տեղի ունեցավ ամուսնություն, ես ուզում եմ իդեպ արդից օգտվելով մեր ընդհանուր ծանոթին Լուսինե Փիրյանին ջերմ ողջուններ հղել ու մեջոցով իհարկե դուք չէ ամուսնություն տեղ ունեցավ։ Այո, էլ գիտեք։ Այո, եւ փաստորեն արդեն ես գիտեմ եկել է սա 3 տարի մոտ եւ կխնդրեմ մի քիչ պատմես առասարակ ինչով ես զբաղվում, որովհետեւ գիտեմ ունես ստուդիա, աշխատում ես ստուդիայում, սովորեցնում ես, կրթում ես երեխաներին, ինքդ ես երգում եւ նաեւ մեկ հարց այդ էս որ ասում էր Սամվելը Պահարիկը դեմ էր որ դու իսկ դու ասում ես երեխան որ գալիս է քո արդեն հա տղան դաշնամուրը նվագում է իսկ դու ո՞նց ես վերաբերվում լավ ուզում ես որպես ինքը շարունակի թե հիմա նոր ես հասկանում պապան ինչքան ճիշտ էր ասում անկեղծ լինեմ իրականում քանի որ այս ընթացքում մինչև այստեղ անկեղծ եղել եմ բնականաբար չեմ կշարունակեմ անկեղծ լինել իրականում ես ընդհանրապես իմ տղային չեմ նմանեցնում ինձ Առհասարակ նա ինձ նման չէ եւ բոլոր մեր ընկերները, ծանոթները, հարազատները, ովքեր որ ելումուտ ունեն մեր տանը կամ շփում ունեն ամուսնուս եւ բալիկիս հետ, բոլորը գիտեն, որ իմ բալիկը իր papayi տղան է։ Papayi տղան։ Ես այդ ընտանիքի հետ ոնց որ այդպեսին կապ չունեմ, որովհետեւ ոչ արտակնապես է ինձ նման, ոչ նախասիրություններով է ինձ նման։ Նրան ուղղակի հետաքրքիր է այս բան, դե 5 տարեկան է։ 5.5 տարեկան է այս բան, բնականաբար իհարկե։ Բայց նա ընդհանրապես չէ ձգտում ինչ որ քայլեր, ես քանի որ ծնված օրվանից ինչպես ծնողներս են ասում, երկել եմ եւ բնականաբար իրենք իմ մեջ տեսել են, ես նրա մեջ ոչինչ չեմ տեսնում ինձ հետ կապող։ Քանի որ ամուսինը շատ է սիրում մեքենաների գործով է զբաղվում եւ այլն, ու շատ փոքր տարիքից է, հա, քշում, շատ մեծ սեր ունի, ծանոթները մեր իհարկե կիմանան, այնպես է ստացվել, որ տղաս էլ անցյալ տարվանից 4.5 տարեկան էր, դեռ 5 տարեկան չկար, նստեց կարծինքի ռուլին եւ սկսեց քշել։ Ահա։ Ու բենզինով կարծինք։ Ահա։ Ու քանի որ ես հաստեն հասկացել էի, որ ես այդ ընտանիքի հետ առհասարակ կապ չունեմ, այնպես է ստացվել, որ իրենք մի ընտանիք են, ես լրիվ առանձին պետություն եմ մեր տան մեջ, այդպես չեմ էլ փորձում միջամտեմ, հա, ես երբեք վիցե չեմ ցանկանա ստիպեմ, ասեմ, ես ուզում եմ, որ դու այստեղ, ես ուզում եմ, որ դու այնտեղ, թող նա որոշի, որովհետև կարծում եմ, որ ինքը իր կարծիքը պետք է ունենա, պինդ լինի, տղամարդ է սոտուկի դառնալու։ Շատ լավ։ Եվ մի քիչ արի հիմա պատմի, այստեղ ինչ ստուդիա է, որտեղ դու նույնպես սովորեցնում ես, այսինքն սովորեցնում ես վոկալ։ Այո, Պանար մարզկուլում եմ աշխատում, որպես վոկալ եւ ոճաբանության ուսուցչուհի։ Բարևներ իմ ուսանողներին եւ Իսկ տարիքային, այսպես տարիքային ուսանողները ամենափոքրիկ ուսանողը մեզ մոտ 4.5 տարեկան է, մինչեւ 20 տարեկան կարծեմ ընդունելություն կա։ Շատ շնորհալի բալիկներ են մեզ մոտ ուսանում, շատ շնորհալի։ Ես իրականում որ նոր եմ եկել այստեղ, մի փոքր
այլ կարծիք էի ճիշտն ասած, այստեղ մեծացող բալիկների հետ կապված, որովհետև ինչքան էլ մենք ցանկանանք, իհարկե ամեն ընտանիք իրանն է անում, միանշանակ ընտանիքի գործոնը շատ մեծ է, բայց երեխաներին պետք է հետաքրքրի, եթե այդպես նայենք, որ ծնողները փորձեն ինչքան էլ ուղղորդեն, երեխային եթե հետաքրքիր չէ, ինչ ուզում են անեն ծնողները, միևնույն է հետաքրքիր չի լինի, բայց այնպես ստացվեց, որ երբ որ հայտնվեցի ստուդիայում, ես հասկացա, թե ինչքան երեխաների մեջ ջիղ կա սովորելու եւ սովորելու հայկականը։ Դա շատ կարևոր է եւ շատ մեծ հպարտությամբ այս պայն դասավանդում եմ այնտեղ իմ շատ սիրելի ուսանողների հետ, ես մեծ բավականություն եմ ստանում այնտեղ աշխատելուց, եթե անկեղծ Այդպես, մենք ժամանակ առ ժամանակ ունենում ենք ներկայացումներ, համերգներ, պարապ չենք մնում, շուտով արդեն նույնպես մի շուտով ինչ որ սպասվելու է, մենք մի քիչ ուշ կզրուցենք, անպայման մի քիչ ուշ կզրուցենք մոտակա պլանների մասին անպայման, Նարեկ ջան, հիմա ուզում եմ անցնենք մեր հաղորդման հաջորդ էջին։ Այն մի քիչ ավելի հումորային կարելի ասել զվարճալի էջն է, երբ մենք 3 հատ երգ ենք լսելու, հատված 3 երգից, երգ ընդհատվելու է 4 տարբերակ ես ասել եմ, մեկը ճիշտ, 3-ը սխալ։ Ես կարծում եմ դու շատ հեշտությամբ կկարողանաս հաղթել այս փոքրիկ փորձությունը, մեր հեռուստադիտողները նույնպես մեզ հետ միասին մասնակցում են, ես բնականաբար քեզ օգնում եմ, մեկ-մեկ ճիշտ, մեկ-մեկ սխալ եմ օգնում մեր հյուրերին, ինչ մեղքս թաքցնեմ, պատրաստ ենք։ Այո։ Շատ լավ։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, հենց այս պահին միասին Նարեկ Գրիգորյան սկսում ենք մեր խաղը, մեր փոքրիկ այսպես մրցույթը կարելի ասել եւ խնդրեմ առաջին երգի հատվածը։ Թեկուզ մեռնեմ ու դրախտի ճամփեքին ինձ լուր բերեն, հիմա շարունակությունը, որ սպասում ես ինձ կրկին, ինձ լուր բերեն, որ սիրում ես ինձ կրկին, այնտեղ սպասում ես, այստեղ սիրում ես, ինձ լուր բերեն, որ խեղդում ես իմ կատվին, բնապապան ինչի բան է, և երրորդը ինձ լուր բերեն, որ կերել ես Գագոյին, կա ինչ-որ մեկը, որը տենց ինչ-որ մեկին այսպես կերել է Գագոյին։ Այդ ենք ընդունում։ Չէ, իհարկե, վերջին երկու տարբերակները բացառենք, եթե հումորային կերպով պետք է պատասխանենք վերջի երկուսը, որ ուզում եք կարող եք ընտրել։ Մենք ճիշտ ենք պատասխանում, ինձ լուր բերեն, որ այսինքն ուզում ես որ սպասում ես ինձ կրկին եւ որ սիրում ես ինձ կրկին։ Այսինքն սպասում ես կամ սիրում ես։ Լուր բերեն կրկին, ես կարծում եմ, եթե լուր բերեն, ուրեմն սպասելու հետ կապված պետք է լինի։ Ըստ լոգիկայի, առաջին անգամ երգը լսում, ճիշտն ասած չգիտեմ ով է կատարում երգը։ Կապ չունի ով է կատարում։ Երևի այդ տարբերակ առաջին, որ սպասում ես։ Նարեկ ջան, տես թեկուզ մեռնեմ, սա շատ կարևոր է սկզբի առաջին տողերը, որովհետև մենք միշտ սովորաբար բառերին ենք ուշադրություն դարձնում, ոչ թե ով է երգում եւ այլ երաժշտություն։ Թեկուզ մեռնեմ ու դրախտի ճամփեքին սկսում խորությունը։ Ինձ լուր բերեն, որ սպասում ես ինձ կրկին, որ սիրում ես ինձ կրկին։ Եթե լուր բերեն, ես չլսեցի սկզբում, եթե անկեղծ, այսինքն ավելի ուշադիր չէի, ստացվում է երկրորդ տարբերակը պետք է ընտրել։ Հիմա ո՞րն ես ընտրում։ Տարբերակ 2, որ սիրում ես ինձ կրկին։ Շատ լավ։ Դե ամենայն դեպս առաջի տարբերակը կապ չունի։ Ես միշտ ասում եմ, ես կարծում եմ, որ աշխարհը փուլ չի գա, չէ՞, եթե սխալ։ Հայլո երկու հատ տարբերակ հələ ունենք։ Վերջացավ։ Թեկուզ մեռնեմ ու դրախտի ճամփեքին ինձ լուր բերեն, որ սիրում ես ինձ կրկին այս տարբերակ ընտրեց Նարեն, ճիշտ է դա թե ոչ մենք միասին լսենք եւ երկրորդ երկի հատվածին անցնենք միասին, խնդրեմ։ Թեկուզ մեռնեմ ու դրախտի ճամփեքին ինձ լուր բերեն, որ սիրում ես ինձ կրկին։ Բրավո! 1-0 1-0
Սա առաջին բանն է երբևիցե որ շահում։ Սովորաբար ես միշտ պարտվում եմ։ Չէ, ոչինչ, հիմա դեռ երկու հատ բայց կա, միշտ տապի կարող ես գտնել։ Արդեն ուրախանում եմ, թողեք ուրախանամ, առաջին անգամն է վերջը։ Շատ լավ։ Եվ այսպես խնդրեմ երկրորդ երկի հատվածը լսենք միասին, խնդրեմ։ Այսօր օրը բախտավոր է, իսկ գարքվելու օր է, տանոտ է ոսինո սիրո, յարիստում գնալու օր է։ Յարստանը ինձ ես նասում, զուրը դրսում բարերասում, իմ սիրունի։ Յարստանը ինձ ես սպասում, զուրն են դրսում պար է ասում, իմ սիրունի աղը հաց է, իմ սիրունի աչկը թաց է, իմ սիրունի քիթը թաց է, և իմ սիրունի փորը բաց է։ Շատ ուժեղ։ Իսկ ուրիշ տարբերակներ չկա։ Ոնց էլ ես ուզում։ Դե թե այդպես կարող եք գալի շարունակելի Այդ փորը բաց է, դրա համար քիթը թաց է։ Միանշանակ, տակ պետք է պայք փորը, որ քիթը թաց չլինի, այ երեխեք ջան, ախր, հասկացեք էլի, մեռանք ասելով։ Չխապնվեք եղանակի։ Հա, չէ, ցուրտ, մեկ է հոպ, նորմալ է, փորերը բացում եք, հետո գտներդ քիթը թաց է, տենք ընտրում։ Չէ, ես կարծում եմ, ես հասկանում եմ, որ դուք ցանկանում եք, որպեսզի ես պարտվեմ։ Չէ, ես ուզում եմ դու հաղթես։ Հա։ Ահա։ Ես կարծում եմ աչքը թաց է։ Աչքը թաց է։ Փորձենք այդպես։ Աղը հացը չենք ուզում։ Նախադասությունը մինչև այդպես Մեծ սիրով նորից կկրկնեք։ Յարստանը ինձ է սպասում, տանն է սպասում, ես դա ուզում եմ ուշադրություն դարձնես։ Զուրն են դրսում պար է ասում։ Իմ սիրունի աղը հաց է կամ աչքը թաց է։ Այս պարագայում երկուսն էլ կարող է լինել, եթե այդպես նայենք։ Ես ուզում եմ ուշադրություն դարձնենք, որ ես կարծում եմ տանն է այդ հարցը։ Ստացվում է, որ տղան գալիս է աղջկա ձեռքը խնդրելու, հա, դրա մասին է, ես նու տանը, այո, դե հա, մոտավորապես եթե այդպես։ զուրնան դրսում է, Այո, եթե նա դրսում է, ներս պետք է մտնի, հա, կինը Դե սպասում։ տանի նրան է սպասում այդ տղային, դե Կամ էլ գուցե արդեն վաղուց ամուսնացած են, ուղղակի զուրնա է բերել։ Այո, կամ ուրախացել է, որ հետ է ուղարկել իր Կամ էլ իմ սիրունի աչքը թաց է, եկեք այդպես աչքը թաց, այսինքն աղը հացը չենք ուզում այդ տարբերակ ընտրենք։ Աղը հաց է։ Մի տեսակ չեմ կարողանում կպցնել։ Սա էլ է ինձ ծանծանոթ երգ, բացարձակ չեմ լսել։ Բայց եկեք աչքը թաց է։ Աչքը թաց է։ Մի խոսքով աղը հացը չենք ընտրում։ Դուք ոնց որ պնդում եք, որ Չէ, ես չեմ ուզում, Նարի ջան, ես բացարձակ չեմ ուզում պնդեմ իհարկե։ աղը հաց է։ Մի տեսակ չեմ կարողանում կպցնել այդ երկու նախադասություններն իրար, այդ դեպքում եկեք աչքը թաց է։ Աչքը թաց։ Պարտվեմ։ Աչքը թաց է, այս տարբերակ ընտրեց Նարեն, չնայած ես շատ էի ուզում իհարկե որպեսզի նա ընտրեր աղը հացը, որպեսզի հաստատ, բայց դե ինչ հարած, խնդրեմ լսենք երկրորդ երկի ճիշտ տարբերակը։ Յարստանը ինձ ես նասում, զուրը դրսում բարերասում, իմ սիրունի աչքը թաց է, Այո, Երկրորդ անգամ իմ կյանքում ես ինչ-որ բան եմ հաղթում։ Միայն մեր հաղորդման ընթացքում ովքեր գալիս են եւ ընդհանրապես երբևէ չեն շահում, երբևէ չեն մեզ մոտ այդ ամեն դառնում է իրականություն։ Տեսակ Նարեն օրինակ։ Վաղ գնալու եմ եւ լոտո առնեմ, երթվում եմ, ցես երբևիցե նման բան չի եղել։ Պետք չի։ Նո մեր մոտ արի, մենակ մեր մոտ արի։ Կգամ այստեղ կջնջեմ։ Շատ լավ։ Նարի ջան, հիմա այս երկու երգը արդեն հաղթել ես 2-0, հիմա երրորդ վերջին ենք լսում։ Ուրեմն տես, ինչ լսենք երրորդ երգը, այս երկու երգը որ դու լսեցիր անծանոթ էին։ Այո։ Երրորդ երգը որ դու լսես, քեզ ծանոթ է, շատ ծանոթ է։ Եվ հիմա կտեսնենք որոշակի առումով որքան դու ճիշտ կարող ես պատասխանել։ Լսենք երրորդ երգի հատվածը։ Դուք կարծում եք ես անգիր չէի իմանա իմ որ երգը։
Հա, հիմա նայ 4 տարբերակ քեզ ասում եմ, բայց ինչի ուզում չշտապես, հիմա ասեմ քեզ։ Նախ մետաքս հրեր սարի թաղցի, մի խոսքով քաղաքացի, մի խոսքով երևանցի, մի խոսքով հայաստանցի, մի խոսքով կանադացի։ Հիմա տես, իհարկե դու մոտավոր գիտես որն է ճիշտ տարբերակը, բայց նաև կա եւս մի տարբերակ, որի մասին դու չգիտես։ Բայց հայրիկը գիտի։ Դրա համար ես ուզում եմ որ դու ճիշտ ընտրես։ Քաղաքացի, երևանցի, հայաստանցի, կանադացի։ Ես առաջարկում ընտրենք կանադացին։ Կանադացին գալիս է Երևանի մեր բոլոր թաղերով, սիրուն, գնում։ Շատ հետաքրքիր կլիներ որ կանադացի ասենք, մանավանդ որ բռնում է վերջավորությունը, քանի որ նախ շնորհակալություն այս երգի համար, որովհետև կարելի ասել հորս ամենասիրելի երգերից մեկն է հայրիկիս երգերից մի խոսքով երևանցի ես այս երգը անգիր գիտեմ ոչինչ չեք կարող կամա թե ակամա ես այս երգը երևի չգիտեմ քանի անգամ եմ լսել իմ կյանքում բայց բնականաբար մի խոսքով երևանցի մի խոսքով երևանցին մի խոսքով եկեք լսենք ճիշտ տարբերակ Ukanagel kayaranu silachi Medax gare saritavzi Mikhoskov yerevanzi Այո Բրավո 3-0 Նարեն բաց արցակ այսպես առանց որևէ օգնության առանց օգնությամբ ինքը իրենով միանգամից հաղթեց բրավո Արդարա Այո արդարա ժողովուրդ ջան արդարա Նարե ջան այ հիմա խնդրեմ մի քիչ արի զրուցենք ինչ է սպասում ասեցիր մենք իսա թողեցինք այ որպեսզի հիմա բոլորին պատմենք առասարակ ինչ նորություններ կա ինչ հետաքրքիր գուցե ինչ որ համերներ եւ այլ մի քիչ արի պատմենք այդ ամենի մասին շատ շուտով բանար մարցկուլում որտեղ որ ես աշխատում եմ մենք նախաձեռնել ենք ունենալ մեծ համերգ նվիրված մայրերի տոնին եւ այսօր էլ հա ես մինչեւ այստեղ գալը այսօր երեկոյան այնտեղ դասի էի եւ բալիկներից հետ միասին պարապում ենք նոր երգեր մայրիկներին նվիրված եւ քանի որ այնպես են ասել են բալիկներին որ իրենց մայրիկներին չասեն թե ինչ երգեր են նրանք պարապում որպեսզի համերգի օրը երբ որ բոլոր մայրիկները բնականաբար ներկա լինեն նրանք լսեն առաջին անգամ այդ երգերը իրենց բալիկների կատարմամբ ու քանի որ այնպիսի երգեր են կընտրել շատ հուզիչ շատ գեղեցիկ մի շարան երգերի եւ մի քանի ուրիշ երգեր էլի բնականաբար մայրերի մասին հատնտիր վերցրել ենք ամենագեղեցիկ ստեղծագործությունները գեղեցիկ երգերը մայրիկների մասին եւ չոր աչքերով այնտեղից վստահ եմ ոչ մեկ դուրս չի գա մի քիչ թող մեծամտություն չթվա բայց մենք ամեն կերպ փորձում ենք այդպես անել եւ ես եւ մյուս մասնագետները նույնպես բալիկների հետ աշխատելուց ցանկանում ենք այդպես անել որ ամեն ինչ ըստ բարձր մակարդակով ներկայացնենք։ Նարի ջան, այդ 4.5 տարեկան երեխան, հա, փոքրիկ դենք 4.5 տարեկան, դե փոքր է։ Դժվար է հեշտ է, այսինքն սովորեցնել իրեն, որպեսզի ինքը երգի, որովհետև դժվար է, չէ՞, այսինքն կա ինչ-որ մի մեթոդ, չէ՞, ո՞նց եք անում, ո՞նց ես կարողանում։ Սկզբում ես մինչև, հա, բանարմում աշխատել եմ, ես անհատական պարապմունքներ էի անում, դեռ երգի թատրոնի ժամանակներից Առանձին երեխաների հետ էի պարապում, բայց 15-ից բարձր տարիքային։ Դե 15-ից հա, նորմալ է։ Իմ առաջի փորձն էր բանարմում 4.5 տարեկան բալիկների հետ աշխատելը, որտեղ իսկապես բարդ է, իսկապես շատ բարդ է, բայց ինձ իսկապես բախտ է վիճակվել աշխատել այնպիսի բալիկների հետ այնտեղ, որտեղ նրանք սիրելով են գալիս առաջնահերթ դպրոց, շատ մեծ սիրով են գալիս։ Ու երբ որ ես նրանց տալիս եմ առաջադրանք Նրանք ուզեն թե չուզեն, քանի որ նրանք նույնիսկ կարդալ չգիտեն բնականաբար ու շատ ավելի բարդ է, քան հա մյուս բալիկներին ովքեր կարդալ գիտեն, տեքստը իրենց դեմն է, նրանք կարդում են սկզբում բառերը երգի, այդպես սովորում ենք մաս-մաս, հետո կպցնում ենք իրար միանշանակ, բայց փոքրիկների դեպքում այլ է։ Փոքրիկներին ուղղակի խնդրում եմ, որպեսզի անընդհատ լսեն երգը իրար վրա։ Անընդհատ լսել եւ քանի որ նրանց ուղեղը շատ արագ է, սպունգի պես քաշում Նրանց հետ շատ ավելի հեշտանում է դա։ Այսինքն ես այսօր տվեցի առաջադրանք, հաջորդ դասը նրանք պարապած արդեն գալիս են, ինչը չէի ասի բնականաբար տարիքով ավելի մեծ բալիկների մասին։ Բայց գալիս են պարապած։ Միանշանակ, այլ կերպ հնարավոր չէ ուղղակի։ Դե շատ լավ, շատ հեշտությամբ կարողանում եք միասին լեզու գտնել, ու քանի որ իմ տղան էլ է
մոտարապես նույն տարիքին։ Ես ինչպես կսովորացնեմ իմ տղային, ինչպես կցանկանամ, որպեսզի նա իրան այնտեղ լավ զգա, նույն ձև վարվում եմ միանշանակ իրենք էլ իմ բալիկներ են, անկեղծ բալիկներս պես սիրում եմ եւ սպասում եմ մեր հերթական հանդիպմանը ամեն անգամ դպրոց գնալուց։ Դե Նարեկ ջան, ողջունում ենք իրոք շատ լավ նախաձեռնություն, իհարկե թող փոքրիկները անպայման դու նաեւ նշեցիր այդ հայերենը չմոռանան եւ այո հայերենի երկերը եւ իրոք շատ ողջունել է, այո։ Անկեղծ շատ ենք աշխատում, որպեսզի հնարավորինս լինեն հայալեզու երգեր։ Դա շատ մեծ կարևորություն է մեզ համար, որովհետեւ օտար երկրում, օտար լեզվով միանշանակ նրանք շատ են լսում առօրյայում, թե դպրոցում, թե ոչ մեր դպրոցում, իրենց դպրոցներում, որտեղ որ սովորում են եւ մնացած այլ վայրերում։ Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի պահպանենք հայկականը, սիրել տանք մեր երգերը, մեր մշակույթին ծանոթացնենք։ Ես ցանկանում եմ, որպեսզի նրանք իմանան, թե ով է Կոմիտասը եղել, Սայաթ-Նովան, եւ հնարավորինս մոտ պահել մեր մշակույթին հայկականին։ Շատ լավ։ Դե Նարեկ ջան, հիմա խնդրեմ մի փոքրիկ անակնկալ է անցնենք մեր հաղորդման ավարտին, միշտ մեր հյուրերին, երգիչ-երգիչներին միշտ խնդրում ենք մեր հաճելի երգով ողջունել մեր հեռուստադիտողներին, մեր ժողովրդին, մեզ բոլորին, բայց նրանք չեն իմանում, որ երգի մասն է խոսքը գնում։ Հիմա տես, մենք այսպես ուսումնասիրեցինք եւ շատ տարբեր հաճելի երգեր, հրաշալի երգեր, դու շատ հաճելի լավ կատարում ես, շատ իհարկե լսելը հաճելի է շատ, բայց մի երգ կար, որը արտացոլում եմ, նոր խոսեցինք իհարկե հայրենի մասին, մեր սիմվոլներից մեկը, մի գաղափար, որը վեհ է շատ ամեն ինչից, խոսքը Արարատ երգի մասին, Արարատի մասին է, որը քո կատարմամբ շատ յուրահատուկ է, ես քեզ ասեմ, եւ եթե դեմ չես լինի, խնդրենք մեր փոքրիկ կատարում այս պահին մեր ուղի եթերում կատարես, դեմ չես լինի։ Մեծ սիրով, մեծ սիրով։ Առաջին անգամը չէ, որ կատարում եմ բնականաբար։ Այո, մենք լսել եմ, ես բախտ է վիճակվել, այո։ Շաբաթը մի քանի անգամ, մի քանի օր շարունակ ես այն բախտավորներից եւ երջանիկներից մեկն եմ ինձ համարում, թույլ տվեք ասել դրա մասին, անպայման որ բարձրանում եմ վեմ, երգում եմ իմ սիրելի շանսոն ակումբում, իդեպ դրանց նույնպես ողջուն, այնտեղից եմ եկել իրականում, ես այնտեղ եմ հիմա աշխատում, ես դուրս եմ եկել եմ այստեղ, այդպես, շատ լավ միջավայր է այնտեղ եւ ես չկա մի երեկո, որի ավարտին ես այս երգը չկատարեմ։ Կատարես, շատ լավ։ Ու ամեն անգամ տեսնելով մարդկանց հույզերը, մարդկանց զգացողությունները, մարդկանց ծափահարությունները, անկեղծ մեծ էներգիա է գալիս ինձ եւ ես շատ ուրախանում եմ։ Եվ քանի որ այսօր դեռ այդտեղ չեմ, քանի որ դեռ երեկոն չի ավարտվել, մենք այստեղ մի օր կլսենք։ Այսօր այստեղ կանենք։ Իսկ այդտեղ այս պահին ուրախացող մարդիկ այնտեղ կլսեն։ Թող լսեն, այո։ Այստեղից թող այնտեղ լսեն։ Շատ լավ, Նարեկ ջան, խնդրեմ դու պատրաստվես, սիրելի հեռուստադիտողներ, իսկ մինչ այդ ես ուզում եմ եւս մեկ անգամ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին եւ իհարկե շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center-ը, կազմակերպությունը, որ օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն, ցանկանում են ձերբազատվել, տվյալ մարդկանց օգնում է, վերադարձնում լիարժեք կյանքի եւ եթե կա նման խնդիր, ապա անպայման դիմեք այս կազմակերպությունը, որտեղ մասնագետները շատ երկար տարիների փորձ ունեն եւ կօգնեն ձեզ։ Հեռախոսահամարն է 409 90911։ Մեր նախագծի գործընկերն է Armenian Mav Club-ը։ Մաֆիա խաղի սիրահարները հավաքվում են այստեղ, որպեսզի առաջին հերթին իհարկե խաղան մաֆիա եւ իհարկե պարզապես շփվեն, հաճելի լավ ժամանակ անցկացնեն։ Դուք նույնպես դարձեք այս ամենի մասնակիցը, զանգարեք հենց այս պահին, չէ, այս պահին չէ, հաղորդումը վերջանա, նոր զանգահարեք 424 408 40 40։ Շնորհակալություն մեր գործընկերներին։ Նարեկ ջան, պատրաստ ես։ Իհարկե։ Շատ լավ։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, հենց այս պահին AMJ հեռուստաընկերության ուղիղ եթերում Armenian Evening Նարեկ Գրիգորյան հրաշալի երգ Արարատ լսում ենք։
Genazı Heyli layle lulucan Hey lulucan Heyli layle lulucan Ahararat 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 Himas kanum եմ ես Ինչ ես դու հայոց համար Մեր հոգուն հիմքը դունես Թագավորն ես մեզ համար Խմում եմ ես քեզ համար Խենածը թեյլի լայլե լուլուջան Լեյ լուլուջան Հեյլի լայլե լուլուջան Ախարարատ 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 Արարատ Մեր սիրուն արարատ Արարատ Սիրտս քո անունով արարատ Մեր սիրուն արարատ Արարատ Սիրտս քո անունով Հինգ տարի նայում եմ քեզ Հայաստան է կողմեր ջան Ամեն օր տարբեր ես դու Արի դարիր ինձի ջան Չեմ ուզում վերադառնալ Կենացը թեյլի լայլե լուլուջան Լեյ լուլուջան Հեյլի լայլե լուլուջան Ախարարատ 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 Այդ օրը եկավ ասավ Պաշանվելու քեզ մեր ջան Սրտով չեմ պաշտվում ես Խոստալիս եմ քեզի ջան Մի օր չենք պաշտվի մենք Կենացը թեյլի լայլե լուլուջան Լեյ լուլուջան Հեյլի լայլե լուլուջան Ախարարատ 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 Արարատ Մեր սիրուն արարատ Արարատ Սիրտս քո անունով արարատ Մեր սիրուն արարատ Արարատ Սիրտս քո անունով արարատ Մեր սիրուն արարատ Արարատ Սիրտս քո անունով արարատ Մեր սիրուն արարատ Արարատ Սիրտս քո Բրավո, Նարե ջան, շնորհակալ եմ անչափ, շնորհակալ եմ այս հրաշալի կատարման համար, հրաշալի երգի համար, քեզ մաղթում եմ նորանոր հաջողություններ, նոր բարձունքներ եւ կարծում եմ դեռ շատ առիթներ կունենանք, որպեսզի միասին հանդիպենք մեր տաղավարում։ Մեծ սիրով կհամենամ եւս մեկ անգամ, քանի որ շատ ջերմ, շատ հաճելի մթնոլորտ է այստեղ տիրում, իշտորից ձեզ իհարկե։ Շնորհակալ եմ անչափ, շնորհակալ եմ։ Նարե ջան, եւ սիրելի հեռուստադիտողներ, կհանդիպենք արդեն հաջորդ 5 շաբթի կրկին 22:30 միմիայն AMJ հեռուստաընկերության ուղիղ եթերում, այնպես որ
մի քիչ զինվեք համբերությամբ, եղեք ամենակարևորը առողջ եւ սպասեք մեր հաջորդ հաղորդմանը։ Նախագծի հովանավոր 911 Detox Center